Մի բան եմ ուզում իրավական տեսանկյունից ֆիքսել։ Սամվել Կարապետյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ թե զուտ քաղաքացի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ։ Իր շահերի գործունեության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը համաձայն պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքի։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև անձը իսկապես երբ խոշոր անվանի գործարար է, կարող է ունենալ իր բիզնես գործունեությունը բազմաթիվ երկրներում։ Սամվել Կարապետյանի դեպքում իսկապես իրավիճակը այդպիսինն է, բայց վերջինս իր գործունեության, այսպես ասած, հիմնական առնչության որպես թե գործարար, թե որպես անձ, թե որպես քաղաքացի ընկալվում է հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Սա կարևոր հանգամանք է, իսկ այն, որ եկեք սա էլ հաշվի առնենք, այս քրեական հետապնդումը, հաշվի առնելով իր աղմկահարույց բնույթը, հաշվի առնելով դրան սկիզբը առնող Facebook-յան արդարադատությունը իսկապես բավականին դիպուկ եզրույթ է հանդիսանում, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության եւ վարկանիշի տեսանկյունից էլ է մեզ վնաս տալու։ Եվ դրա համար, իդեպ վստահ եղեք, որևէ մեկը շահագրգռված չէ։ Այդ թվում հենց Սամվել Կարապետյանն էլ բնավ շահագրգռված չէ, որ Հայաստանի Հանրապետության վարկանիշը նման անկում ապրի։ Իսկ դա իրականությունն է, ուզենք թե չուզենք, քանի որ պետության, այսպես ասած, մի քանի պաշտոնյաների գործողությունների արդյունքում հետևանքները կրում է Հայաստանի Հանրապետությունը։